Մանեզ բարեգործական հիմնադրամի բակային ճամբարների միացյալ համերգը տեղի ունեցավ Սարահարթի մշակույթի պալատի մեծ դահլիճում։ Մանեզ հիմնադրամի գործադիր տնօրեն Ավետ Թամազյանն ու հոգաբարձությունների խորհրդի անդամ Վլադիմիր Բեկթաշյանն ամփոփելով բակային ճամբար 2012-ը նշեցին, որ ծրագիրն իր նպատակին ծառայում է արդեն 8 տարի։ Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր այն ճամբարականներին, որոնք այս 8 տարվա ընթացքում մասնակցել են։ Ուզում եմ խորհուրդ շնորհակալություն հայտնել բոլոր մանկավարժներին, իրենց անմնացող նվիրումի համար։ Ուզում եմ խորհուրդ շնորհակալություն հայտնել մեր հոգաբարձությունների խորհրդի անդամներին, բոլորին, հանդինս պարոն Բեկթաշյանի, որը ղեկավարում է կրթամշակութային համակարգ հիմնադրամի։ Ուզում եմ իմ խորհուրդ շնորհակալություն հայտնել նաև մեր մեծ բարերար պարոն Մեջդումյանին իր անձնական միջոցները տրամադրելու այս գեղեցիկ ծրագրի իրականացման համար։ Ուզում եմ նաև ձեզ տեղեկացնել, որ այս ծրագրերը շարունակական են և ապագայում նոր զարգացումներ, նոր փուլեր կունենան, որը առաջիկայում դուք ականատես եք լինելու։ Ալավերդին մեր բոլորի սիրելի քաղաքն է, Լոռին մեր բոլորի սիրելի բնակավայրն է, և ես ուզում եմ ձեզ հետ միասին բարձրաձայնեմ, փառք մեր Ալավերդուն, կեցցե Լոռին, կեցցեն մեծ բարերարները, հաջողություն ձեզ։ Միջոցառման իրենց գեղեցիկ կատարումներով հանդես եկան բոլոր 11 ճամբարների սաները։ Երգ, պար, ասմունք և գեղեցիկ բեմականացումներ ցուցադրեցին ճամբարականները։ Ճամբարը անցել են շատ հիանալի, շատ հետաքրքիր միջոցառումներ ունեցել ընթացքում, շատ տխուր ենք, որ վերջանում է ճամբարը։ Հիմա նորից բարձր տրամադրություն ապահովում է դահլիճում, քանի որ այսօր ելույթ են ունենում բոլոր 11 ճամբարները ու շատ հետաքրքիր համարներ ունենք։ Իրենց բացառիկ դերասանական շնորհքով կրկին փայլեցին ակների բռնչենի ճամբարի երեխաները։ Նրանք նոր ժամանակակից լուծումներով ներկայացրին հատվածներ Թումանյանի հեքիաթներից։ Շնորհակալություն հայտնել ճամբարի կազմակերպիչներին, շատ հրաշալի էր անցնում ճամբարի առօրյան, իմ դերը հուռի մայրն էր, ճիշտ է ծիծաղալու դեր էր, սակայն փորձեցի ամեն գնով դահլիճին լավ արձագանքներ թողնել։ Մեծ ոգևորություն էր տիրում դահլիճում, ճամբարականները ջանում էին ելույթ ունեցողներին ոգևորել իրենց ծափերով, կոչյուններով ու պաստառներով։ Շատ լավ էին պատրաստել բոլոր ճամբարականները, շատ ինձ դուր եկավ այս գալահամերգը, ես հիացած եմ այս երեխաների շնորհքից։ Ճամբարականներին իրենց գեղեցիկ պարային կատարումներով ողջունեցին նաև Սարահարթի մշակույթի պալատի հրաշամանուկներ պարային համույթի սաները, միջոցառման կազմակերպիչը Լևոն Սադաղյանն էր։ Իմ խնդիրը նա էր, որ երեխաները առաջին հերթին ուրախացան, խնդիրը երկրորդն էր, որ բոլոր ճամբարները ելույթներով հանդես գան և հնարավորինս աջակցեցինք ճամբարների ելույթներին։ Ճամբարի կարևորությունը այն էր, որ երեխաները չթափառեցին։ Մանեզ հիմնադրամը կազմակերպեց, որպեսզի գեղեցիկ միջոցառումներ էր։ Մանեզ բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ավետ Թամազյանն ու հոգաբարձությունների խորհրդի անդամ Վլադիմիր Բեկթաշյանը խրախուսական նպատակով պատվոգրեր հանձնեցին բակային ճամբար 2012-ում լավագույնս դրսևորած աշխատակիցներին և ճամբարականներին։
բոլոր ճամբարները շատ նախախնամքով են ուրեմն վերաբերվում, շատ մեծ բարձր պատասխանատվությամբ եւ այսօր ես ուղղակի հիացած եմ եւ բեմային համազգեստի կազմակերպիչներից, ովքեր որ կարողացել են բեմական զգեստ այսպես լավ ներկայացնել եւ բոլոր մասնակիցներից, որոնք որ մեծ խանդավառությամբ են եկել, ուրախ եմ, որ գնալով ավելի է զարգանում, ավելի են բարձր ճաշակով համարներով են ներկայանում ճամբարականները եւ համոզված եմ, որ այսուհետ եւս նման միջոցառումները կլինեն ավելի բարձր մակարդակով եւ ուզում եմ օգտվել առիթից եւ իմ շնորհակալությունը հայտնել բոլոր ճամբարի ղեկավարներին, որոնք որ գիտակցաբար են մոտեցել նման հարցին եւ բարձր պատասխանատվությամբ են ներկայացել այսօրվա օրվան։ Արման Ուժնիազյան, Արմեն Հովսեփյան, Հյուրեր։